Բարև ընկերներ, ինչպե՞ս եք։ Այսօրվա թողարկումը եւս հետաքրքիր է լինելու։ Բարեկամներ, շնորհակալ եմ ձեր աջակցության համար։ Շնորհակալ եմ տեսանյութերը հավանելու ու տարածելու համար։ Ձեր անմիջական աջակցությամբ թալանչիների մոտ սկսել են անբնական դողի զգացողությունների հայտ գալ։ Շնորհակալ եմ նաև չհայհոյելու եւ վիրավորանքին դեմ արտահայտվելու համար։ Մինչ սկսելը ցանկանում եմ փոքրիկ զգուշացում անել։ Որքան հեռանում եմ Շիրակի մարզից, այնքան այնտեղ գործող թալանչիները ակտիվանում են։ Ինչ կասեք սրա մասին, Զավեն Մանուկյան։ Երևի խառն եք, հա, կամ խառնել եք։ Պարոն Զավեն Մանուկյան, հիշում եք, չէ, որ զգուշացրել էի այն մասին, որ եթե որևէ մեկը փորձի ապօրինի օգտվի ազգային անվտանգության ծառայության իր կապերից եւ փորձի պարզել իմ ինքնությունը, հրապարակելու եմ թե պատվիրատուի, թե այդ աշխատակցի անունը։ Այսպես ընկերներ, հավաստի տեղեկություններ են ի հայտ եկել, որ Զավեն Մանուկյանը իր ազգական Զոհրաբ Մանուկյանին է դիմում, որ ապօրինաբար տեղեկություն ստանա հայի ով լինելու մասին։ Զոհրաբ Մանուկյանը Մարալիկի ԱԱՑ տեսուչն է, կամ ինչպես մարալիկցիներն են ասում, տնօրենը։ Պարոն Նիկոլ Փաշինյան, պարոն Անդրանիկ Սիմոնյան, ձեր կողմից ղեկավարվող ազգային անվտանգության ծառայության այս աշխատակիցը հակապետական գործողությունների կարող է գնալ, քանի որ ունեմ հստակ տեղեկություններ այն մասին, որ փորձում է կատարել Զավեն Մանուկյանի ապօրինի ցանկությունները։ Ընկերներ, ես որևէ օրենք չեմ խախտում, չեմ խախտել, որևէ վիրավորական արտահայտությամբ հանդես չեմ եկել, այլ բարձրաձայնում եմ երկրում տիրող ապօրինությունների մասին, որը կարծում եմ չի սպառնում ազգային անվտանգությանը, բայց ազգային անվտանգությանը սպառնում է ԱԱՑ-ում աշխատող ապօրինի ցանկություններ կատարող անձի հակապետական գործունեությունը։ Առաջարկում եմ պարոն Զոհրաբ Մանուկյանին զբաղվի Մարալիկում հայտնի բժոյի ապօրինություններով։ Պարոն Դավիթ Հարուշանյան, դեռ որոշել էի ձեզ չանդրադառնայի, բայց կարծես թե չեք տիրապետում իրավիճակին։ Ձեր համայնքապետերը հերիք չի ձեզ ուզում էին պաշտոնազրկել, մի հատ էլ ապօրինի ցանկություններով ԱԱՑ աշխատակիցներին են շեղում։ Հույս ունեմ շատ արագ ձեր մարզում տեղ գտած ապօրինի քայլերին վերջը կտաք, եթե իհարկե այդքան կամքի ուժ կունենաք։ Զգուշացնում եմ բոլոր մանր եւ միջին կոչ ղակավոր թալանչիներին։ Խելոք նստեք տեղներդ, մի ստիպեք ձեր մանր ու միջին թալանն էլ սկսեմ անդրադառնալ ժամանակից շուտ։ Եթե շարունակեք ձեր այս գործելավոճը, ապա վստահեցնում եմ, նվեր ստացած օծանելիքից հետ կհանրայնացվի։ Մոռացա, պարոն Անանիկ Ոսկանյան, դուք ինչպես եք, ինչպես անցավ ձեր հանգիստը, արևայրուք ստացել եք։ Դուք էլ ձեր ընկերոջը զգուշացրեք, որ ինձ տեղեկատվություն փոխանցած անձանց փնտրելու փոխարեն զբաղվի իր աշխատանքով։ Մի փոքրիկ հուշում անեմ ամեն դեպքում, եթե կշարունակի փնտրել, ապա թող ձեզ շատ մոտ կանգնած մարդկանց մեջից անի դա։ Վստահեցնում եմ, այդ անձը այնքան մոտ է կանգնած ձեզ, որ ձեր յուրաքանչյուր անձնական տեղեկատվության տիրապետում է։ Ընկերներ, Շիրակի մարզին դեռ անդրադառնալու եմ, կա հսկայական նոր տեղեկատվություն տեղի ունեցած եւ ունեցող ապօրինությունների մասին, բայց քանի որ կան նաեւ այլ մարզեր, որտեղ գրեթե նույն իրավիճակն է, որոնց մասին քիչ եմ խոսել, ապա խնդրում եմ համբերություն ունենալ եւ սպասել։ Ի տարբերություն շատերի ես վաճառվող տեսակ չեմ եւ չեմ լռելու։ Այսօր ցանկանում եմ խոսել Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի մասին, ում գավառում ասում են Պալի Գուգո։ Ընկերներ, չնայած Գուրգեն Մարտիրոսյանը ՔՊ կուսակցությամբ չի ընտրվել համայնքապետ, սակայն ասում են վերջերս շատ ջերմ հարաբերություններ է հաստատել իշխող ուժի հետ։ Պարոն Նիկոլ Փաշինյան, տեղյակ եք արդյոք Գավառի թիվ 5 դպրոցի շենքի ճակատագրից։ Իսկ դուք ինչ կասեք, պարոն համայնքապետ, ում է այն պատկանում հիմա։ Խնդրում եմ լուսավորել նաև բոլորիս, արդյոք այդ դպրոցում տեղի ունեցած հրդեհը ինչից էր առաջացել։ Կամ պարոն Գուրգեն Մարտիրոսյան, այդ ինչպես է ստացվել, որ Մաշտորգի Դարթաղոմասում 8 միլիոն դրամով գնված շենքը, որը գրանցված էր ձեր ընկերոջ անունով, Պաշտպանության նախարարությանը վաճառվել է շուրջ 50 միլիոն դրամով։ Խնդրում եմ ասեք նաև, տրիկոտաժի ֆաբրիկայի քանդելուց հետո որքան շահույթ եք ստացել դուք։ Ընկերներ, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին ճանաչում եք, ինչ կարծիք ունեք։ Ինձ ասել էին, թե ուժեղ տղա է, դեմը խաղ չկա, բայց կարծես թե այդքան էլ հակված չէ ապօրինությունների վերջը տալուն, թե սխալվում եմ, պարոն մարզպետ։ Իդեպ, մեր պարոն Մարտիրոսյանը 2005 թվականից ի վեր հանդիսանում է Գավառի համայնքապետը, շուրջ 21 տարի։ Ընկերներ, առաջիկայում կրկին խոսելու եմ Գավառից, նորից եմ շնորհակալություն հայտնում բոլորիդ։ Իսկ թալանչիներին զգուշացնում եմ, որ սխալ ճանապարհ եք դուրս եկել, մի բզբզացեք, դա լավ տեղ չի տանելու։ Հարգանքներով, ձեր Հայը։